Տիկին Հովսեփյան, կներեք, բայց այստեղ ազգային արժեքների եւ առհասարակ մարդկային արժեքների դեմ միակ պատերազմ հայտարարած ուժը որպես այդպեսին դուք եք իմ ընկալմա, որովհետեւ հազար ներողություն, բայց հայ ազգը, հայ ժողովուրդը ու Հայաստանի քաղաքացիները արժանի են շատ ավելի, քան կանդած մակարոնով Երևանի փողոցներում մարտական ուղի անցածին իրենց հերոս անվանելը կամ մի ուրիշ հերոսի մասնակցությամբ են ջնջիլով կադրերն էլ տեսանք, էլի, հազար ներողություն ես ցույց տվեցի, էլի։ Կներեք, բայց եթե ձեր արժեքները կայանում է մարդկանց վզից ջնջիլը գցելուն կամ Երևանի փողոցներում մարդկանց արյունը անզեն քաղաքացիների արյունը թափելուն, ես այդ արժեքները չեմ կիսում, ավելին ասեմ, այո, ես այդ արժեքների դեմ պատերազմ եմ հայտարարել, այո, մեր քաղաքական թիմը այդ արժեքների դեմ պատերազմ է հայտարարել, ու ի գիտություն ձեզ, Տիկին Հովսեփյան, դուք այդ պատերազմը արդեն իսկ պարտվել եք, ու այդ պարտության առհավատչան ձեր խմբակցության չափն է այս պահին ազգային ժողովում։ Եվ այն պատերազմը, որ մեր պատմությանը, մեր արժեքներին, մեր հերոսներին արդեն իսկ գիտենք ու ակնհայտ է, որ պարտությամբ է ավարտվելու։ Դուք խոսում եք Արթուր Ավանեսյանից, այն մարդուց, ով որ իր ամբողջ կյանքն է նվիրել հայրենիքի պաշտպանությանը։ 2008 թվականի դեպքերի մասով, ողբերգական դեպքերի մասով ես նշեցի, որ տեղի ունեցել դրվագը նշեցի, նորից չկրկնեմ, որ նրան ասել են շնորհակալություն, ստեսություն։ Այսօր նա ենթարկվում է քաղաքական հետապնդումների, ինչպես քաղաքական հետապնդումների են ենթարկվում բազմաթիվ այլ անձինք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, մնաց հասկանանք ձեր շտաբում ինչու են նրան մարդասպան համարում։ Լիանա Գասպարյան։